Տարիների վեր Հայաստանի ևս մեկ անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհ շուտով վարորդները անխոչնդոտ կանցնեն։ Շինտեխնիկան արդեն մտել է Երևան, Եղվարդ, Արագյուղ, Հարթավան ճանապարհ հիմնանորոգելու նպատակով։ Ամռան տապը չի խանգարում շինարարներին գործը ինտենսիվ անել, հաշվի առնելով, որ երթուղին պահանջված է։ Հենց այս քանդած վիճակում էլ անանցանելի չի, բայց դժվար անցանելի է, բայց երթևեկությունը միշտ կա։ Հանրապետական նշանակության ճանապարհի կարևորությունն այնքան մեծ է, որ որոշվել է հիմնանորոգել։ Կհեռացվի հին ասֆալտը, կկառուցվի հողային պաստառը, կտեղադրվի եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ, կնորոգվի, կկառուցվի ջրահեռացման համակարգը։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Ճանապարհի հարթեցում, հողային աշխատանքներ, օքսի ճանապարհը քանդում ենք, դրանից հետո խճապատում, դրանից հետո ասֆալտապատում։ Շինարարների վստահեցմամբ այնպես, որ բարեկարգվի ճանապարհի վիճակն ու երկարացվի ծառայության ժամկետը։ Ճանապարհը վերջին անգամ նորոգվել է 2009-ին։ Աշխատանքները սկսել ենք 8 օր առաջ, վերևի մասում արդեն իր հիմքային ենք փոխում, այսինքն խորանցնում ենք տակը գլինաներ կա, որպեսզի հետագայում նման քանդվածքներ չունենանք, աշխատի ոնց պետք է։ Սա Ապարան Երևան ճանապարհին այլընտրանքային կարևոր ճանապարհ համարող վարորդները ուրախ են, որ շուտով այս ճանապարհով շատ կերթևեկեն, բայց ավտոտեղ սպասարկման կետ հաճախ չեն գնա։ Հանրապետության այլ մարզերից Տավուշից, Գեղարքունիքից, Ապարան կամ հարակից վայրեր հասնելու համար հիմնանորոգվող այս հատվածը զգալի 20 կիլոմետր կկրճատի ճանապարհն ու կշրջանցի Արագածոտն հասնելու համար Երևան մուտքը։ Գյումրիից Երևան եկողների համար եւս սա այլընտրանք է։ Հայաստանի ճանապարհը շատ վատ ասֆալտ, շատ ահավոր։ Դու ցեմենտ կարբոն չել բետոն։ Փրկվան ավտոները փրկվան։ Դե գնացինք լավ հաջորդ։ Խոշոր ճանապարհաշինական ծրագրերում այլընտրանքային ճանապարհների կառուցում նորոգումը կառավարության առաջնահերթություններից է։ Երևան-Եղվարդ Զորավան բուժական 12.5 կիլոմետր ճանապարհի վերակառուցումը կարժենա մոտ 2 միլիարդ դրամ։ Ճանապարհային դեպարտամենտից նշում են, ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված է ավարտել 2027-ին։ Այն կնպաստի, որ բուժականը եւ հարակից գյուղերը դառնան զբոսաշրջային ուղղություն։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։